Չնայած անձրևին այս եղանակին մարդիկ պինդ կանգնած էին, սպասեցին մինչև որ գտնվեցինք, հիմա դրսում է լավագին մարդ սպասում է, կփորձենք լրատվության միջոցներով մեր խոսքը տեղ հասցնել։ Այս մենք անընդհատ մի բան ենք ասում այս ժողովրդին, այս օրերին, որ իրոք սա հերթական կամ ընթացիկ ընտրությունը չի։ Սա մեր երկրի համար շատ ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է։ Այս ընտրությունների արդյունքից է կախված լինելու մեր պետականության հետագա գոյությունը։ Քիչ առաջ մի հատ շատ հետաքրքիր իմ համար ու դրվագ տեղ ունեցավ, որը ուզում եմ կիսվեմ։ Արցախային մեր ընկերներից մեկը նախագահին պատմեր իր խնդիրների, նաև Հայաստանում ինչ խնդիրներ ունի, ինչ դժվարություններ, մի խոսք ասաց պարոն նախագահ, որ հող կորցրած եւ հայրենիք կորցրած մարդու ճակատագիրը Այդպես է դասավորվում։ Մենք այսօր պետք է հասկանանք իրավիճակի ծանրությունն ու մարտահրավերի լրջությունը։ 21 թվականին պատերազմից հետո մենք ասել ենք, այս չարիքի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա։ Փորձել ենք մինչև ընտրությունները փողոցային ճանապարհով ազատվել սրանից։ Չի ստացվել, շատերը չեն հավատացել, շատերը լուրջ չեն ընկալել։ Մասնակցել են 21 թվականի ընտրություններին, մի բան ենք ասել ենք, եթե պարտության, պատերազմի սիմվոլը վերընտրվի, Արցախը հայաթափվելու է եւ սկսվելու է Հայաստանում թրկացման process։ Այն ժամանակ, որ ասում են, ես ինչ եք ասում։ Բայց դժբախտաբար այսօր Արցախը հայաթափված է ու սկսել է լայն ծավալով Հայաստանի թրկացման process-ը։ Այս իրավիճակում մենք որևէ բանի առաջ չպետք է կանգնենք, որևէ բան չխնայենք ու ամեն ինչ անենք այս իշխանությունից ազատվելու համար։ Սրանց խոստացածը ձեզ, որ ասում են խաղաղություն, դա խյով է սկսում, բայց խաղաղություն չի դա, դա խաբեություն է, խայտառակություն է, խարդախություն է, բայց երբեք խաղաղություն չի։ Այս գիտակցումով պետք է գնանք այս ընտրություններին։ Հիմա այսօր Սրանց պաշտպանության նախարարը քիչ առաջ նայում եմ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի միակ իշխանությունն է, որ ավելի շատ բանակի վրա ներդրում է արել, քան մնացած բոլոր իշխանությունները միասին վերցրած։ Դուք պատկերացնում եք սրանց լկտիության ու ցինիկության աշխարհը։ Միակ իշխանությունը, որի համար հայկական բանակը ստորացվել է, կոտրվել է, ջարդվել է, այդ իրանց իշխանությունն է։ Իրանց իշխանությունը 5 միլիարդին համարժեք զենք է հանձնել Ադրբեջանին ու անամոթաբար եկի ասում են մենք բանակի վրա ավելի շատ ներդրում ենք արել, քան բոլոր իշխանությունները միասին վերցրած։ Իսկ սրանց ստին, կեղծիկին, լկտիությանը չափ ու սահման չկա, բայց սրանց ունեք դուք պատասխանելու հնարավորություն։ Հունիսի 7-ն է այդ հնարավորությունը։ Մյուս հնարավորությունը շատ ուշալն է։ Հունիսի 7-ն կետն է, որ պետք է այս պարտությունների, դժբախտությունների, այս ամեն ինչի շղթան կտրեք։ Ու դա կախված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Մենք ամեն ինչ անելու ենք, մեր ժողովրդին կազմակերպելու, մեր խոսքը տեղ հասցնելու, հետագայում ձեր քվեին տեղ կանգնելու։ Բայց այդ քայլը այսօր դուք պետք է անեք։ Մի բանի մասին եմ ուզում խոսամ ու խոսքս փոխանցեմ գործընկերներից։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն ժողովրդի հետ իր քաղաքացիական պայմանագիրը խզել է։ Ինքը այսօր խոստումները, եթե նայեք իր նախընտրական ծրագրին, իր խոստումները ձեզ ժողովրդին ուղղված չի։ Իր խոստումները այսօր ուղղված են Ալիևին։ Ինչ է ասում։ Ասում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, կընտրվեն կվերադարձնեն։ Այդ ինչ կապ ունի ժողովրդի հետ, Ալիևին է խոստանում։ Ասում է գալիս եմ հռչակագիրը փոխեմ, սահմանադրությունը փոխեմ։ Այդ խոստումը ձեզ ուղղված չի։ Այդ Ալիևին է խոստանում։ Ինքը վաղուց ժողովրդի հետ իր այդ պայմանագիր այս կողմ այն կողմ խզել է։ ՔՊ-ի ողջ նախընտրական ծրագիրը դա խոստում է Ալիևին եւ Ադրբեջանին։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ ինքը այդ խոստման հետ կապ չունի։ Ինքը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին քվե տվողը գործիք է, որպեսզի ինքը
իրականացնի Ալիևի առաջ իր խոստումներն ու դիրքորոշումները։ Էսա իրականությունը, որ մեր հանրությունը պետք է իմանա, գիտակցի եւ այս գիտակցման գնանք այս ընտրություններին ու սրանց վերջը տանք ու միասին կարող ենք